Ես արդեն 81 տարեկան եմ, բայց ինձանից հետո թող երեխաները ապրեն Հայաստանում, ոչ թե գուբերնիա։ Էդ եմ ուզում։ Մեր հայրենակիցն իրականում ասում է ամենակարևորը. Հայաստանը կարող է գոյատևել միայն որպես ինքնիշխան պետություն։ Ինչ է գուբերնիան։ Գուբերնիան կենտրոնի կողմից զոհաբերվող ծայրամաս է իր մեծ խաղերի համար։ Կայսրությունների համար ժողովուրդները հաճախ քարտեզի վրա շարժվող ֆիգուրներ են, ոչ թե հայրենիք ունեցող ազգեր։ Հայաստանն ամեն անգամ, երբ կորցրել է ինքնուրույնությունը եւ դարձել է ռուսական կայսրության կամ խորհրդային կենտրոնի ենթակա տարածք, կորցրել է ոչ միայն քաղաքական սուբյեկտայնությունը, այլև հող, կյանքեր եւ ապագա։ 1921 թվականին Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով հայկական պատմական տարածքները հանձնվեցին Թուրքիային եւ Ադրբեջանին առանց հայ ժողովրդի կամքի։ Արցախը եւ Նախիջևանը հանձնվեցին խորհրդային Ադրբեջանի կազմ։ Արդյունքում բոլորս գիտենք, ոչ Նախիջևանում, ոչ Արցախում այսօր հայ չի մնացել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը հերթական դաժան ապացույցն էր։ Այդ փաստաթուղթը գրվեց ու պարտադրվեց Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ։ Դրա տակ կանգնած է նաև Պուտինի քաղաքական պատասխանատվությունը։ Արդյունքում Հայաստանը կորցրեց հազարավոր կյանքեր, Արցախի մեծ մասը, իսկ հետո ամբողջ Արցախը։ Ռուսական, այսպես կոչված խաղաղապահ ներկայությունը ոչ թե ապահովեց հայկական բնակչության անվտանգությունը, այլ ավարտվեց հայաթափմամբ։ Պետականությունը երբեմն դժվար է, թանկ է, սխալներով լի է, բայց միայն սեփական պետությունն է տալիս սխալն ուղղելու, բանակը վերակառուցելու, դաշնակից ընտրելու, տնտեսություն զարգացնելու եւ արժանապատիվ ապագա կառուցելու հնարավորությունը։ Գուբերնիայում այդ իրավունքը չկա, այնտեղ որոշումները կայացվում են ուրիշ մայրաքաղաքներում, իսկ դու պարզապես կատարող ես։ Պետությունը տուն է, անկախությունը այդ տան բանալին։ Հունիսի 7-ին մենք ընտրում ենք ոչ թե ուղղակի խորհրդարան, այլ Հայաստանի կարգավիճակը։ Հայաստանը պետք է մնա ինքնիշխան պետություն իր բանալին սեփական ձեռքում։ Տեր կանգնենք մեր պետությանը, տեր կանգնենք հանրապետությանը, քվեարկիր համար 18-ին, հանուն հանրապետության։